Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, շնորհակալ եմ զեկույցը ներկայացնելու համար եւ մեր քաղաքական օրակարգերի կարևոր շեշտադրումների համար։ Մինչ հիմնական հարցս հնչեցնելը թույլ տվեք մի նկատառում անել։ Այստեղ քիչ առաջ մի նեղսրտած ձևակերպում եղավ կապված մեր բարբառների հետ եւ առավել եւս դրանց գործարկման հետ։ Սա հատկանշական է հատկապես այն համատեքստում, որ տվյալ պատգամավորի քաղաքական առաջնորդը նշում էր, որ իր ընտրվելուց հետո Հայաստանի Հանրապետությունում բացի հայերենից նաեւ պետք է ռուսերենը պետական լեզու դառնա, իսկ հիմա հարցերս դուք ձեր զեկույցում, ձեր ելույթում նշեցիք Հայաստանի Հանրապետության ներսում պետության բնականոն զարգացման տեսանկյունից էկոհամակարգի ստեղծումը, որտեղ բնականաբար դատական համակարգը, դատավորները եւ արդարադատություն իրականացնող մարմինները շատ կարեւոր դեր ունեն։ Նաեւ նշեցիք հեղափոխության կիսատ մնացած օրակարգի մասին, որը ուղիղ կապված է սրա հետ։ Պարոն վարչապետ, ես հիշում եմ քաղաքացիական պայմանագրի քարոզարշավից վերջին օրերին հունիսի 5-ին մասնավորապես հրապարակում դուք ձեր ելույթի մեծ մասը նվիրել եք հենց այս հիմնախնդրին եւ հիմա բառացի բնականաբար չեմ հիշի, բայց մոտարպես այսպիսի միտք կար, որ ինչ որ մի փուլից, ինչ որ մի մեկնարկային կետից բոլոր դատավորները հնարավոր է դառնան ժամանակավոր պաշտոնակատարներ եւ որոշակի բարեվարկության ֆիլտրումից հետո նրանք շարունակեն կամ չշարունակեն իրենց աշխատանքը դատավորի դերում։ Ինչ եք կարծում, սա որքան է հնարավոր իրականացնել եւ մոտարապես երբ կարող ենք իրականացնել եւ եթե ժամանակ մնա կխնդրեմ անդրադառնալ երթվյալ ատենակալների ինստիտուտին, որի մասին քիչ առաջ խոսեցիք, ովքեր կարող են դառնալ երթվյալ ատենակալներ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ ես մի դիտարկում անեմ Սինգապուրի մասին։ Մենք ընդհանրապես կարծում եմ, որ էլի հասկանում եմ, բայց լեզուների հետ կապված մեր մոտեցումները պետքա նաև որոշակիորեն վերանայենք։ Որովհետև օրինակ մեր նախընտրական ծրագրում մենք դրույթ ունենք, որ տեխնիկական ստանդարտներ, օրինակ շինարարության ոլորտի եւ այլն, մենք կարող ենք ժամանակավորապես ընդունել այն լեզվով, որ օրիգինալում ընդունված, այն պարզ պատճառաբանությամբ, որ տերմիններ կան, որ հայերենում ընդհանրապես չկան։ Ժամանակ կա պետք, որ մենք ուզենանք այդ տերմինաբանությունը հայերեն հիմա թարգմանենք, հիմա չենք կարող թարգմանել, որովհետև հայերենում այդ տերմինները չկան։ Եվ մանավանդ այսօրվա բանում, այսօրվա տեխնիկական դարում մենք պետք է մի քիչ բան անենք, ընդլայնենք մեր մտահորիզոնը։ Ես օրինակ կողմ եմ, որ հնարավոր է շատ ռուսերեն իմացող լինի Հայաստանում, կողմ եմ հնարավոր է շատ ֆրանսերեն իմացող լինի, ճիշտ այնց ֆրանկաֆոն անվանեն, ես երջանիկ կլինեի, եթե բավարար լավ մակարդակով ֆրանսերեն էլ իմանայի, անգլերենն է, ռուսերենն է, չգիտեմ, այլ տարածաշրջանային լեզուներն էլ իմանայի, այսինքն լեզու մարդուն բան անել, մարդուն հարվածել Եմ բանով մեղադրել, որ ինքը ինչ-որ լեզու գիտի, հասկանում եք, այդ ընդհանրապես սյուր ռեալիստական մարդուն կարելի է մեղադրել, որ լեզու չգիտի, լավ չգիտի եւ այլն, պետքա գնա ավելի լավ սովորի, այդ ամենը լեգիտիմ է, բայց ասել, որ դու այլ ինչ-որ լեզու գիտես կամ ուզում ես ինչ-որ լեզու բերես, հայերենի ասացվածքը չի ասում, քան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Ենթադրում եմ ուրիշ լեզուներում էլ կլինի։ Ստեղ ամբողջ խնդիրն է, որ տեսեք, մենք ժողովրդական առածներով չէ, ժողովրդական իմաստությունով չի, որ առաջնորդվել ենք, այլ մենք առաջնորդվել ենք մի հատ տենց փակ էլիտար կլուբների թողարկած ճշմարտություններով։ Եվ ստեղ է մեր ֆունդամենտալ խնդիրը։ Ձեր ասած հարցը ֆունդամենտալ ձևով կարելի է լուծել նոր սահմանադրության ընդունման արդյունքում, որովհետև դուք իսկապես կարող եք ես այսօրվա ելույթում իմ ամենաէմոցիոնալ կետն է, բայց ես չգիտեմ իրոք մարդուն ինչ պատասխանեմ, երբ որ ինքը ինձ հարցում է, այս ինչի ազատության մեջ, այն ինչը ինչի ազատության մեջ։ Ես եթե իրան ասեմ, հարգելի քաղաքացի, որովհետև օրենքով սահմանված կարգով իր մեղավորությունը դեռ պետք է բան անի, մարդը ինձ կասի, գիտես ինչ, դու ոնց որ ինձ ձեռ ես առնում։ Սա պրոբլեմ է լուրջ։ Էլ չեմ ասում, որ ես մարդու հետ համաձայն եմ։ Բայց չեմ կարող ասեմ, գիտես, քաղաքացի, ես էլ եմ այդ նույն հարցը տալիս։ Որովհետև կասի, չհասկացա, դու 8 տարի իշխանություն ես, դե արի բացատրի մարդուն իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ այլն, այս ֆունդամենտալ պրոբլեմ է, սպառվեց ժամանակս, կներեք ձեր հարցին էլ նորմալ չպատասխանեց։
Նատալիա Պարոն Ռուբինյանը շատ խիստ է տրամադրված, ուզում եմ ժամկետային արձագանք։ սահման։ Շնորհակալություն, մենք դեռ արձագանքի հնարավորություն ունենք մեծարգո վարչապետ եւ կապված սահմանադրության հետ, հատկապես սահմանադրության փոփոխության եւ առհասարակ դրա վերաբերյալ քննարկումները ակտիվացել էին քարոզարշավի ընթացքում եւ որքանով որ ես հասցրել եմ հետեւել հայաստանյան քաղաքական դաշտի մի շարք հասարակական քաղաքական գործիչներ, որոնցից շատերը նույնիսկ քաղաքական ուժի ներկայացուցիչներն էին, խոսում էին սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, պարոն վարչապետ։ Ուղղակի երբ խոսքը հասնում է մեզ, դա մեկնաբանվում է, որ ադրբեջանական օրակարգ է, բայց երբ որ հերթը հասնում է նրանց, դա նրանք բնականաբար ներկայացնում են որպես խիստ հայկական եւ հայեցի օրակարգ։ Կխնդրեմ, եթե ասելիք ունեք, ավելացնեք, շնորհակալ եմ։ Ես կարծում եմ ընդհանրապես շատ վատ բանաձև է եւ վատն էլ չի, դա զարգացում եւ առաջընթացը կասեցնող բանաձև է, որ ցանկացած հարցի քննարկում կարելի է կասեցնել, ասելով որ գիտեք դա Ադրբեջան, այ տեսեք Ադրբեջանը կամ Թուրքիան, դա ֆունդամենտալ խնդրեմ է, դա մեզ փակուղու մեջ դնող բանաձև է, դա հայաստանյան ծագում չունի այդ բանը, այդ մտածողության ձևը։ Ես ասում եմ դա Հայաստան ներմուծված, շատ վաղուց ներմուծված Խորհրդային Միության կողմից ներմուծված հայրենասիրության մոդել է։ Եվ մենք պետք է հրաժարվենք, լսեք, մենք պետք է մտածենք։ Մտածելը կաղապար չի ենթադրում, երբ որ մտածողության վրա դրեցին կաղապարներ, այդ նշանակում է մենք չենք մտածում։ Այդ նշանակում է, որ մենք նույն շրջապտույտի մեջ անընդհատ պտտվում ենք, անընդհատ պտտվում ենք, անընդհատ պտտվում ենք։ Մենք չենք վախեցել մտածել։ Չենք վախեցել մտածել եւ չենք վախենում մտածել։ Եվ սա է պատճառը, որ մենք այսօր դեռ կառավարող մեծամասնություն ենք Հայաստանի Հանրապետություն, որ պահին մենք դադարենք մտածել, այդ իրադրությունը կփոխվի։